Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, Հանրապետությունում պարոնային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանկատարությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Նմանատիպ ծրագիր նախկինում 2022 թվականին է իրականացվել եւ 24 թվականին միայն գարնանացանի մասով մենք առաջարկում ենք սա եւ աշնանացանի եւ գարնանացանի համար, որպեսզի մեր ֆերմերները, գյուղատնտեսները որոշակի հեռանկարում տեսնեն եւ իրենք որոշեն գարնանացան են ուզում ցանկ կազմակերպեն թե աշնանացան։ Բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակհաճար, հատիկանդեղեն, ոլոր լոբի, ոսպ սիսեռ եւ կերային մշակաբույսերի առույթ կորնգան կերի ճակնդեղ մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի ցանքի, բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով աշնանացան ցորենի մշակության համար 1 հեկտարի մակերեսով 80,000 դրամ, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ օրինակ վար ցանք, բերքահավաք եւ սերմի արժեքը մոտավորապես 160,000 դրամ արժեք է կազմում։ Գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության 1 հեկտարի մակերեսի հաշվով 70,000 դրամ, եգիպտացորենի դեպքում 85, հատիկանդեղենի դեպքում 100,000 դրամ, կերային մշակաբույսերի դեպքում 110,000, կերի ճակնդեղը 80,000։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների եւ համայնքների միջոցով, համայնքների մոնիտորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3%-ի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 25 թվականին կազմի շուրջ 1.5 միլիարդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15,000 հեկտար, կերային մշակաբույսերի 2250 հեկտար, ուրեմն փոխհատուցումը, որը նախատեսում ենք, որ կլինի այդքան եւ հատիկանդեղենի դեպքում մոտավորապես 500 հեկտար։ 26 թվականի համար եւս 1.4 միլիարդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարոնային անվտանգության մակարդակի բարձրացում, մշակվող վարելահողել տարածքների ավելացում շուրջ 36,000 հեկտարով, պարոն վարչապետ, այստեղ նաև հաշվի են առել ձեր եւ կառավարության մեր գործընկերների դիտարկումները պարոնային անվտանգության մեր վերջին ռազմավարության քննարկման ժամանակ, որտեղ շեշտադրում դրվեց կենտրոնանալ հատկապես այն մշակաբույսերի կամ այն ճյուղերի վրա, որոնք որ ամբողջովին 100%-ով հնարավոր է Հայաստանում ցիկլը ապահովել եւ այս կոնտեքստում կերային բազայի զարգացումը շատ կարեւոր նշանակություն ունի, որտեղ թե կերային բազան չզարգացնենք, բայց օրինակ կենտրոնանանք պայմանական խոզաբուծության վրա, ապա կստացվի, որ աշխատանքը կիսատ ենք արել եւ թույլ հիմքեր կունենանք։ Շարունակեմ այս մասով նշել, որ աշնանացան ցորենի ցանկատարությունները պլանավորում ենք, որ կավելանան 17,000 հեկտարով, գարնանացան հացահատիկային եւ հատիկանդեղեն մշակաբույսերի ցանկատարությունները մոտ էլի 17,000-ով, 16,700 հեկտարով, որից եգիպտացորենը 1200 հեկտար, հատիկանդեղենը 500 հեկտար, կերային մշակաբույսերի դեպքում 2250 հեկտար, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38,000 տոննայով, նաև մի հետաքրքիր արձանագրում էլ անենք, վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում եւ սա շատ կարեւոր է այն առումով, որ մի կողմից սա կարող է, այսպես ասած, գնաճային զսպումներ առաջացնել եւ մյուս կողմից նաեւ եթե դա անգամ տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի, այս առումով եւս կարեւոր է այս նախագիծը եւ խնդրում ենք հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, այս նախագծով ըստ էության ինչ ենք ասում։ Ասում ենք, որ մեր սիրելի գյուղացիները, եթե օրինակ եգիպտացորեն ցանեն, մի հեկտարի համար մենք իրանց կտանք 85,000 դրամ, ճիշտ եմ ասում։ Գարնանացան հացահատիկի համար 70,000 դրամ, հատիկնդեղի մշակաբույսի դեպքում 100,000 դրամ մի հեկտարի պարագայում։ Հիմա ասենք օրինակ նույն եգիպտացորենի մի հեկտար ցանկանելու համար մենք գիտենք ինչքան ծախս է պետք։ Գյուղացին ինչքան ծախս պետք է անի։
Մեր գնահատականներով, նաև մեր հարցումներով, այդ թվում համայնքների հետ զրույցների արդյունքում բարձել ենք, որ վարի ցանքի բերքահավաքի եւ հավաստագրված սերմի արժեքը մոտավորապես կազմում է 170,000 դրամ եւ դրա 50%-ի չափով հաշվարկել ենք բանվորը։ Հիմա այն օրը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ երկու գյուղում բացարձակապես չնախատեսված կանգառ իրականացրի եւ այդ զրույցների արդյունքում Տանձուտ գյուղում էր պարոն Խուդացյան եւ Արգավանդ գյուղում էր եւ զրույցների ընթացքում էլի արձանագրեցի դիսոնանսը մեր եւ մեր սիրելի գյուղացիների միջեւ։ Հիմա օրինակ կանգնեցի պատահաբար մտա մի բակ պարզեր որ այսինքն առաջին հասկից էլ պարզեր որ մարդիկ միջինից ցածր կենսամակարդակով են ապրում եւ հետաքրքրվեցի ինչ հող ունեն նա բակում փոքր հող ունեն եւ պարզվեց որ եւս մի հեկտար հող ունեն որը չեն մշակում Հիմա ես ասում եմ, բայց ինչի չեք մշակում եւ այլն եւ բերում են տարբեր պատճառներ։ Հիմա օրինակ այդ նույն խոսակցությունը հիմա թարգմանեմ մեր այսօրվա նախագծի, չնայած այնտեղ խոսակցությունը բուն հենց սրա մասին չէր, բայց նաեւ սրա եւ մյուս ծրագրերի մասին էր։ Մենք ասում ենք, բայց չէ որ կառավարությունը 100,000 դրամ, ասենք տալիս է, ինչի համար է 100,000 դրամ տալիս, ասենք հատիկնդեղենի մշակաբույսի համար, Արարատյան դաշտի հող Բերի հող 100,000 դրամ տալիս է, մարդը ասում է, հա, բայց 170,000 դրամ պետքա բան անեմ, ծախսեմ այնտեղ, որ հողը մշակեմ։ Ասում եմ, հա, կառավարությունը 100,000 դրամ տալիս է։ Ասում է, հա, բայց ես այդ 170,000 դրամը չունեմ։ Ոստեղ խոսակցությունը կանգնում է։ Հիմա ընտրությունը հետևյալն է, ասեմ լավ, այդ 170,000-ն է կտանք, սա ճիշտ խոսակցություն չի։ Ինքը ասում է, հա, 100,000 տալիս եք, չեմ ժխտում, որ տալիս եք, բայց ես այն 170,000-ը չունեմ, որ գնամ այնտեղ մշակեմ։ Այստեղ խոսակցությունը մտնում է փակուղի։ Հաջորդը ավելի լայն, երբ որ մարդիկ հավաքվում են, էլի մեր տարբեր ծրագրերի մասին եմ խոսում, ասում են, հա, այդ ծրագրերը ընդունում եք, բայց դա ինչ, մեզ համար չի, դրանց էլի հարուստներն են օգտվում։ Դե ոնց են հարուստները օգտվում։ Ասում է, հա, դե օրինակ հիմա լսեցի այդ նախադասությունը նախկինում եթե ականջս չէր ծակի, բայց այդ խոսակցությունից հետո ձեր ասածը, երբ որ զեկուցում եք, ականջս ծակեց, ասում եք միջև 100 հեկտար, չէ՞։ Ասեք միջև 100 հեկտար։ Ասում է, հիմա այդ 100,000 դրամները կստանան նրան, ովքեր 50 հեկտար են ցանում, 60, 70, 100 հեկտար են ցանում եւ արդյունքում կստացվի, որ էլի հարուստները, այսինքն հարուստները չեմ ասում, մանը Bill Gates-ը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն։ Այստեղ էլի խոսակցությունը մտնում է փակուղի։ Հաջորդ բանն եմ ասում։ Ասում եմ, բայց ասենք օրինակ այգի դրեք, ես արեք, դե ասում է կարկուտը են, ասում եմ, դե բայց հակակարկտային ցանցերի համար չէ որ անում ենք ծրագիր, դրա 70%-ն ենք 276 կարկտաբեր համայնքում 75%-ն ենք փոխհատուցում, մյուս համայնքներում այս պահին փոխհատուցում ենք վարկի տոկոսի 9%-ային կետը։ Հա, շատ լավ, ասենք այդ 60% փոխհատուցում ենք, ասում եմ շատ լավ, 60%-ը ես պետք է 100,000 դրամ ծախսեմ, որ դու ինձ 60,000 դրամ տաս, կամ 1 միլիոն պետք է ծախսեմ, որ 600,000 դրամը տաս։ Ասում եմ, հա, ասում եմ, բայց ես 1 միլիոնը չունեմ, որ ծախսեմ, հետո կամ ասեմ 600,000 դրամը տաս։ Ասում եմ, դե բա տոկոսն ենք սուբսիդավորում, ես ենք անում։ Ասում եմ, հա, բայց ես սև ցուցակի մեջ եմ, ես վարկ չեմ կարող վարկ վերցնեմ, որ գնամ այդ գործողությունը անեմ։ Շատ լավ, ասում եմ, բայց մենք անհույս վարկերի համար ծրագիր ենք ընդունել, որ անհույս վարկերը սպասարկենք։ Եվ բանը ինչ է ասում,
Այնտեղ մի թեթև խոսա, չգիտեմ, այդ մասերը հրապարակվել է, թե չի, ասում է, հա դա պետական աշխատողների համար է։ Ես էլ չեմ հասկանում ինքը ինչ ասում։ Ասում եմ, չէ, ո՞նց է պետական աշխատողների համար, հետո ճանապարհին արդեն բաժանվել ենք մի 15 րոպե մեքենայի մեջ եմ, հետո եմ հասկանում, որ ինքը պետական աշխատող ասելով նկատի ունի պաշտոնաբանում հիմնարկում գրանցված աշխատողի մասին։ Այսինքն հիմա եթե այդ խոսակցությունը չլներ, հիմա ես ելույթ ունենայի ասելու եմ, որ մենք մեր գյուղացիներին սենց աջակցում ենք, քաջալերում ենք, բան ենք անում, բայց իրոք այդ մարդիկ, այն մարդիկում ես տեսա, ում հետ շփվեցի, այս ծրագիրը իրանց հետ ոչ մի կապ չի ունենալու։ Կառավարությունը իր տեսակետից մենք մեր խնդիրը լուծում ենք եւ մենք այլ կերպ ենք նայում։ Իմիջիալոց 2018 թվից էլ մեր էվոլյուցիան էլ պետք է մենք գնահատենք, որովհետեւ մենք այն ժամանակ եկել ենք, ասում ենք մենք ժողովրդական իշխանություն ենք եւ մենք պետք է փոքր հողակտորներին աջակցության ծրագրեր անենք։ Վերին շեմեր ենք դրել 3 հեկտար եւ այլն եւ այլն, ինչ ծրագիր ասեցին, ինչ ասեց բացեցինք այդտեղի համար, վերջում որ ուզում բյուջեի կատարողական նայում ենք, տեսնում ենք ծրագիրի 1%, 5%, 7%, ինչի որովհետեւ չկա հետաքրքրություն։ Ես ինչի համար եմ սա ասում, էլ ինչ դրվակ կար այնտեղ, հա էլի կաթիլային ոռոգման հետ կապված, էլի որ մենք ասել ենք ով կաթիլային ոռոգում կքաշի 5 տարի ջրի վարձ չի վճարի եւ այլն եւ այլն։ Այդ ամենը լավ է հնչում, բայց այդ մարդկանց չի ստացվում մեր երկխոսությունը իրանց հետ եւ այս ծրագրերը իրանց բան չի անում, չի հանում իրանց այդ վիճակից։ Սա հիմա ես այդ ձեր նախադասությունը որ լսեցի, որովհետեւ տեղում ես այդքան լավ չէի հասկանում, ինչ նկատի ունեի։ Չնայած էլի հասկանում եմ, որովհետեւ ասում է նա ով բանի սև ցուցակում չի, ուրեմն հարուստ է, որովհետեւ եթե հարուստ է, այսինքն իր չափանիշով հարուստ է, դե հիմա այսինքն հնարավորություն ունի։ Ով սև ցուցակում չի, նա է օգտվելու այս ծրագրերից։ Մենք մեր խնդիրը լուծում ենք այն չափով, որ այն մարդիկ, որ մտածում են, հա 50 հեկտար անեն, ենթադրենք 10 հեկտար անեն, թե 20, բայց այն 10-ը վստահաբար անելու են, մեր այս ծրագրի արդյունքում կավելանա։ Այսինքն չմշակվող հողերի թիվը կնվազի։ Բայց ես հիմա այն մարդու մասին եմ մտածում, որ ունի մի հատ տնամերձ եւ ունի մի հեկտար հող, չգիտեմ որտեղ, եւ ըստ էության ապրում աղքատության վիճակում, բա ինչ անենք, որ լավ, որ այդ մարդուն կարողանանք այդ վիճակից դուրս բերենք։ Ինչ անում ենք, անդադ վրիպում, անդադ իրան չի վերաբերվում, անդադ կողքով անցնում։ Մեր տրամաբանությունն էլ ես հասկանում եմ, որովհետեւ էլի ընդ որում այս ծրագիրն էլ, ես անկեղծ ասեմ, ես լավ ծրագիր չեմ համարում։ Մենք հիմա էլ եկեք խոստովանենք, որ էլի բանի այդ մեսեջների ներքո եմ ես համաձայնվել, որ այս ծրագիրը մենք ընդունենք, որ գյուղացիները պահանջում են, գյուղացիները ուզում են, օգնեն գյուղացիներին, բայց այս գյուղացիների հետ գնաց այս ծրագիրը իմ տեսած գյուղացիներից ոչ մեկի հետ ոչ մի կապ չունի, 0։ Սա միջին եւ խոշոր ֆերմերներին աջակցության ծրագիր է, որը էլի քաղաքական ընտրության հարց է։ Բայց եկեք չասենք, որ մենք գյուղացիներին աջակցում ենք, այդ չի խնդրեմը։ Ես խոստովանում եմ, որ ես չեմ պատկերացնում, լավ մենք ո՞նց օգնենք այդ մարդկանց։ Ինչ անենք այդ մարդկանց համար։ Այն մեթոդներն էլ ենք փորձել, որի մասին երեք ազգային ժողովում էլ խոսեցին։ Չնայած սա դրա մոդիֆիկացված տարբերակն է։ Մեր այս ծրագրերը պետքա իմաստ կունենան այն ժամանակ, երբ որ մենք մի տարի աջակցենք, 2 տարի աջակցենք, 3 տարի աջակցենք, 4-րդ տարում այդ մարդը ինքը ասի, շնորհակալ եմ, էլ ձեր աջակցության կարիքը չունեմ։ Ես իմ տնտեսությունը դարձրի արդյունավետ, կազմակերպեցի, հիմա ես ինքս ձեզ կաջակցեմ, որովհետև տնտեսական շղթաներ կստեղծեմ, աշխատատեղ։ Սա այն պատմության տիպիկ օրինակն է, ուղղակի մի քիչ մեծ մասշտաբով, երբ որ ասում եմ մարդը հաց չունի, տանում ենք հաց ենք տալիս, հաջորդ օրը գնում ենք տենանք էլ ինչ եղավ այդ մարդու հետ, տենում ենք ինքը էլի հաց չունի։ Ասում ենք դե լավ, եկեք էլի հաց տանք։ Էլի հացը տալիս ենք, ասում ենք դե հաջորդ օրը գնանք տենանք, բա ինչ եղավ այդ մարդու հետ, գնում ենք տենում էլի հաց չունի։ Ու սենց։ Սա զարգացման ծրագիր չի, մեր զարգացման ծրագրերն չեն աշխատում։ Կամ աշխատում են հատվածական։ Ու ես էլի համոզվում եմ,
Հասկանում եք, մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում։ Վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, բան ենք անում, պարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում կաբինետներում։ Չիլնես ծրագրերը, հա, շատ լավ ընդունենք, այս տարի էլ ընդունենք։ Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մենք անիմաստ գործողություն։ Ես վստահ չեմ, որ այս փողը մենք ավելի լավ տանենք 1 միլիարդով, գուցե տեղ կա մի հատ ավելի մանկապարտեզ կառուցենք, ավելի լավ է։ Սա անարդյունավետ ծրագրերը ընդունում, այն էլ որ արդյունավետ է, այստեղ ընդունում ենք բանաձևերով արդյունավետ է, գնում ենք տենանք կյանքում ինչա տեղի ունենում, էլի չի աշխատում, պրոբլեմ է։ Չենք հասնում մենք մարդուն չենք հասնում։ Ու էլի ասում եմ, այն որ մարդիկ ես իրանց ուղիղ ասեցի, ասի ժողովուրդ ջան, հիմա ինձ այնց հարցեր տվեցիք, ես այդ հարցերի պատասխաններ չունեմ։ Թողեք գնամ մտածեմ։ Բայց ես մի շաբաթ մտածում եմ, էլի չունեմ այդ հարցերի պատասխանները։ Չգիտեմ ուղղակի ինչ անենք այդ։ Ես այդ մարդու մասին մտածում եմ, ասում եմ, լավ, ինչ անենք, որ այդ մարդը, լավ, գոնե իմանանք 2 տարի, 3 տարի մի բան ենք անում, 4 տանում գնալու ենք տենանք, որ մարդը սկսել է մի քիչ այլ կերպ ապրել։ Մեր ծրագրերի բովանդակությունը բան չի անում, բայց էլ եմ ասում, որ կասեք, բա հիմա այս չանենք, ինչ անենք, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Տեսականորեն կարամ շատ լավ գծեմ։ Էլի տենց ոնց որ կաբինետներում այս սենց ենք անում, սենց ենք անում, այստեղից բերում ենք այնտեղ, այնտեղից այնտեղ ու բոլոր հարցերը լուծվում է։ Հետո գնանք տեղում ոչ մի բան չի փոխվում բացարձակ։ Գիտեք, շնորհակալություն պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ մի քանի դիտարկումների անդրադառնամ։ Այս ծրագիրը նախ ամբողջովին համաձայն եմ, որ գյուղաբնակ քաղաքացի ֆերմեր տնտեսություն որոշակի ջրբաժան կա, այսինքն տնտեսության իրական հատվածը, ֆերմերային տնտեսությունը եւ գյուղում ապրող, այսինքն ոչ բոլոր գյուղաբնակ քաղաքացիներն են իրականում ֆերմերային տնտեսությամբ զբաղվում, եւ այստեղ իրականում մենք պետք է տարբերակված քաղաքականություն վարենք։ Այս առումով նշեմ, որ կառավարության ծրագրերը երկու մասի են բաժանվում։ Իրավամբ ճիշտ են մարդիկ ասում, որ կան ծրագրեր, որոնք որ ավելի մեծ ներդրումային ծրագրերի շրջանակում են եւ հենց դրանք իրական գյուղատնտեսության մասին է։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք 15 հեկտար ջերմոցային տնտեսության մասին, որտեղ 30 միլիոն դոլար ներդրում է, դա տնտեսական արդյունք հետևանք ունեցող, բայց այո, ոչ բոլոր մարդկանց հասանելի է, որովհետեւ դա կոնկրետ խոշոր բիզնես ներդրումային ծրագիր է գյուղատնտեսության ոլորտում։ Բայց այս դեպքում իմ կարծիքով նաև որն է այս ծրագրի առանձնահատկությունը։ Այս ծրագրի առանձնահատկությունը ի տարբերություն մի շարք այլ ծրագրերի ինքը առաջին շեշտադրումը, այսպես ասած, հենց ուղիղ տնտեսական չի, այլ նաև ընդհանուր առմամբ գյուղատնտեսության մեջ գյուղաբնակ քաղաքացիների ներգրավումը, ակտիվացումը, փորձեմ բացատրել ինչ նկատի ունեմ։ Մենք ձեր նշած օրինակով։ Պարզ է, այդ արդեն ես հիմա չեմ պատրաստվում այս օրենքի նախագիծը հանեմ, ասեմ եկեք չընդունենք։ Սրա մասին չի խոսքը։ Ես ուրիշ բան եմ ասում եմ մեր պատկերացրած շահառուների, այս որ մենք գրում ենք միջև 100%, միջև 100 հեկտար, չէ՞։ Ավելի ազնիվ կլինի գրենք, ենթադրենք բանից, այսինքն ներքևի շեմել դնենք, որովհետև 3 հեկտարից պակաս կամ չգիտեմ ով է օգտվում։ Հետո մենք գնացել տեսել ենք, թե ի վերջո մեր ամենափոքր հողակտորը, որ այս բանից օգտվում է, որոնք են։ Եվ խնդիրն այն չի, որ միայն այն չի, որ իրանք ֆերմերային գործունեությամբ չեն զբաղվում։ Խնդիրն այն է, որ այդ մարդու մի հեկտար հողը, որը գտնվում է Արարատյան դաշտում, տասնյակ տարիներով չմշակված հող է։ Ու մենք ոչ մի բան չենք անում, ուղղակի դիտորդի նման հետևում ենք։ Մեր ոչ մի ծրագիր չի գնում հասնում այդ մարդուն։ Մեր ոչ մի ծրագիր այդ մարդուն չի հանում իր տնից, որ գնա իր հողը մշակի, ակնկալելով, որ արդյունք կունենա։ Նկատի ունեմ պետք չի հիմա ասել, լավ շրջանառվել է, կոմիտեով անցել է, ընդունում ենք, հարցը այդ չի։ Բայց պետք է մտածենք, որ մեր բոլոր ծրագրերը, ես ինչի համար եմ գնում, պետք է այդ ծրագիրը վերցնենք, գնանք գյուղ, մոդելավորենք, տեսնենք այսինչ տանձուտ գյուղի թիվ, այսինչ տան հետ ինչ առնչություն ունի այս ծրագիրը։
այդ տունը, այդ ընտանիքը շանս ունի այդ ծրագրից օգտվելու, թե չունի։ Հետո կտեսնենք, որ ընտանիքների 75-80%-ը ոչ տեսական, ոչ գործնական շանս չունի այդ ծրագրերից օգտվելու։ Չգիտեմ ինչ դե պետք է տեղի ունենա, որ այդ մարդկից այդ ծրագրերից օգտվեն։ Համեծ Պարոն վարչապետ, ինձ թվում է այս ծրագիրը հենց նաև այդ մարդկանց համար է եւ բավականին հնարավորություն կտա, եթե դուք տակ ներկայացնեմ ինչու, որովհետեւ իրենք իրականում շատ մեծ ներդրումներ չեն կարող անել, բայց այս ծրագիրը փոքր ներդրում է պահանջում։ Ձեր նշած 1 հեկտար հողի պարագայում իրանք ընդամենը մինչև 200,000 դրամ ներդրում են անելու եւ ստանալու են ծախսերի Պարոն Պապյան, ասում եմ ես չունեմ այդ 200,000 դրամը, դուք ասում եք ներդրում են անելու։ Չունի, մարդ ասում է չունի։ Ասում եմ կարաս պատկերացնես, պարոն վարչապետ, տենց իրավիճակ, որ չունի մարդը 200,000 դրամ։ Կարաս պատկերացնես։ Ասում եմ այո, կարամ պատկերացնեմ։ Ասում եմ չունեմ այդ 200,000 դրամը։ Ասում եմ գնա վարկ վերցրու, ասում եմ սև ցուցակում եմ, չեմ կարա վարկ վերցնեմ։ Եվ սա մի հոգու մասին, 2 հոգու մասին, 3 հոգու մասին չի, 1000 հոգու մասին չի, 10,000 հոգու մասին չի։ Ես այդ եմ ասում։ Ասում եմ, բա ծրագիր 70% տալիս ենք, այգի գցի բան արա, ինտենսիվ գյուղատնտեսությունը ինչքան ենք փոխհատուցում։ Էլի փոխհատուցում ենք, չէ՞, տոկոս սուբսիդավորում ենք, չէ՞։ Հա ասում եմ, բան քեշբեք ես տալիս։ Ինչքան ես քեշբեք տալիս, 50%, 10%, լավ 70% ես տալիս, լավ 80% քեշբեք ես տալիս։ Այսինքն ես 1 միլիոն պետքա դնեմ, որ 800,000-ը հետ ստանամ, ճիշտ ասում եմ, հա։ Ասում եմ, չունեմ այդ 1 միլիոն դրամը։ Ասում եմ, գնա վարկ վերցնու, ասում եմ, ես սև ցուցակում եմ, վարկ չեն տալիս ինձ։ Ասում եմ, բանա, ասում եմ, անհույս վարկերի ծրագիր ենք ընդունել։ Ասում եմ, դա պետական աշխատողի համար է, ես գյուղատնտեսությամբ եմ զբաղվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ասում եմ ավտո ծախի, ասում եմ ավտոն ծախել եմ ուրիշ նպատակի համար։ Այսինքն էլ ինչա, կովը ծախել եմ, ամեն ինչը ծախել եմ, հա։